Ծակվում են խառը մի քանի հոգով Շատ արբեն են չի ոսում ջները նույն արվով Կյանքը քնություն է թե հանցնես կես սալալա Չմնաս ես տանը լիքվիտ մամայի բալա Մամայի բալա Դրսում թե տանը Մամայի բալա Դատար գրպանը Մամայի բալան Սիրահարվում է Մամայի համար Ամուսնանում է Մամանա էստան Լիազոր թե սպանը Մամայի բալա Եկ մեկ բոլորս էստանը Մամայի բալա Բաղնիքը տանուշ մեկի ջան Մազերդ լավ փայլում է Երև ես ռամաշկայի ու լավանդայի շամպունից է Դու ինչ գիտես, որ դրանով եմ լողանում։ Հոտից Մեկ Հատ բան հարցնեմ էլի Չես ուզում տեղափոխվես իմ տղյակներ Ես կես թագուպես կպահեմ, ասենք իմ պալատներում, ասենք իրար հետ կապրենք երկար, երջանիկ Ով աբո, ես, դու ու մամատ։ Լսի, գիտես, ձեր տանը որ սենյակ էի վարձում, պայմանագրում նշած չէր, որ տանտիրուհու տղան պետք է ամեն առավոտ ինձ առաջարկություն անի։ Նենց որ, յանտու աբո։ Սուրճը ուրա։ Ինչի եմ ամեն առավոտ ես սուրճ ման գալիս, ուրա։ Վերևի դարակում է Ոյ տենասովը ամեն օր տեղը փոխում դնում վերևը։ Արա այլի ասա, մի բան վեկալում եք դրեք տեղ էլի Ինչ ես անում այս շտանգի քար։ Սևուշկա էր ընկել Այդ ինչ ես կարդում անջան։ Վաղը միջանկյալ ունենք։ Կարծում եմ Քրիստոսից առաջ 66 թվականին կնքված Արտաշատի պայմանագիրը, ըստ որի Տիգրան Մեծը Պոմպեոսին վճարեց 6000 տաղանդ ռազմատուգանք, որպեսզի պահպանի Հայաստանի անկախությունը։ Ըստ հաշվարկների, մեկ տաղանդը մոտ 26 կիլոգրամ արծաթ է։ Ստացվում է, որ Տիգրան Մեծը վճարել է մոտ 12 միլիոն դոլար։ Աննաշարետ ինչ անկա բաներ ես կարդում Ասկի սա սուտ է Այն ժամանակ դոլար չկար Աննա, ես վստահ եմ, եթե դու այս տեքստը անգիր ասես, մի անգամից կստանաս։ Ավելի լավ է մի տանջվի։ Հիմա մեր համար մի հատ կոֆե դիր խմենք։ Իսկ դու ինչի՞ չես դնում։ Ես դնել չգիտեմ։ Դե լավ, շատ հեշտ է, արի նորից ցույց կտամ։ Ուրեմն տես։ Դժվար բան չկա, նայ, վերցնում ես սուրճը, լցնում ես ջազվայի մեջ, այ սենց։ Հետո լցնում ես ջուրը։ Էլի սուրճ խմողներ կան, Ալբերտ կարող է դու խմես։ Չէ ես մեկից բաժակից կֆրտսնեմ Հանգստացի մի հատ։ Անուշ, դու ինչ ես սառել սառնանի դիմաց։ Ուտելիքին եմ նայում։ Անուշ ինչ անկա բաների ես նայում, ասենք նայում են տելևիզոր, ասենք նայում են կոֆեի բաժակ, խոսքի նայում են մեկից Ուտելիք ուտում են Ես չեմ կարա ուտեմ, ֆակուլտետի մրցումների եմ, պիտի քաշ գցեմ։ Անուշ, բայց դու որ սոված ես մնում, ագրեսիվանում ես։ Ով ասել ես ագրեսիվ եմ։ Ես ագրեսիվ չեմ։ Հասկացար։ Լավ, հանգստացի, ոնց ասես։ Էլի արթնացել եք, որ հաց ուտեք կեղտոտ ափսը չթողնեք։ Մամ ջան ես տեմ, ես սաղ բանը կհետևեմ No, պրինց մամայի բանը։ Լավ էլի մամ ինձ մի ասա էլի մամայի բանը մամ Հա, լավ։ Դիմավորեք, նոր բնակիչ ունենք։ Այդ տղան ինչ ես կանում։ Ծանոթացեք։ Անուտ ինչ էր։ Դավիթ Դավիթն է, ձեր նման ուսանող է։ Բարև բոլորին,
Ձեզ։ Բարև ձեզ։ Ձեզ։ Ուրեմն լսի տղա ջան։ Եթե դու այս տանը մնալու համար վարձ ես տալիս, դա դեռ չի նշանակում, որ ինչ ուզես կարաս անես։ Այս տանը կան օրենքներ, որոնց դու պիտի ենթարկվես։ Վարձը երբեք չենք ուշացնում։ Ժամը 10-ից հետո տուն չենք գալիս։ 11-ից հետո շարժ չի լինում։ Հետևում ենք մաքրությանը, լույսերը վառած չենք թողնում, ատամները լվանալուց ջուրը անջատում ենք, հյուրեր չենք ընդունում, սիրիալի ժամին հեռուստացույցին մոտ չենք գնում։ Ու ամենակարևորը, այս տանը անվերապահորեն ենթարկվում եք ինձ, իմ բացակայության դեպքում Աբուլիկին։ Լավ էլ մամ, ինձ մի ասելի աբուլիկ, ես երեխա չեմ մամ։ Դու իմ համար միշտ ես երեխաբալ ես։ Մի խոսքով դու ինձ հասկացար։ Հա, տիկից վետա, հա։ Հա, լողանալուց հետո էլ բաղնիկից ակնված ես դուրս գալիս։ Բայց ես… Այդ քեզ չի վերաբերվում։ Ում որ վերաբերվում էր ինքը հասկացավ։ Աբուլիկ, տարսենյակը ցույց տուր։ Աբո։ Հավիտ շատ հաճելի է։ Իսկ ինձ հաճելի չի, ես ինչ շատ թաց ձեռդ։ Ես հիպերհիդրոզ ունեմ, այդ բիլիրոբինի պակասից հալինում, էլի որ լարվում եմ բան, սկսվում եմ կրտնել ահա որ ծեպի։ Բայց ես մի կողմից լավ է, մամ։ Լվացվելուց էլ ջուր չի օգտագործել, էկոնոմիկա կանի։ Լավ, արի սենյակը ցույց տամ այդ թաց։ Так. Երեկով էր սենյակի լույսը վարդողել։ Տիկին Սվետա, ճիշտն ասած ես էի։ Ամբողջ գիշեր դաս էի արել, մոռացել էի անջատեի։ Ոչինչ Աննա ջան, ոչինչ բալես։ Կարևորը դասերդ լավ սովորես։ Դուք են մրփած էիք, չէ՞։ Կմեռնեիք, արթնանայիք, լույսը անջատեիք, նոր քնեիք։ Օրը ցերեկով ես լույսը միացրած մի թողեք էլի։ Էսա քո սենյակը։ Էս մահճակալի վրա կքնես, էս պահարանում շոյերդ կպահես, էս սեղանին էլ դասերդ կանես։ Գալու եմ ստուգեմ։ Հա։ Էս գետնի վրա էլ կքայլես էլի։ Դե մամաս ասել է, այս սենյակը քեզ ցույց տամ, ցույց եմ տալի։ Հա, ես ինքս կկողմնորոշվեմ, դու հանգիստ եղիր, շնորհակալություն։ Հա, Էմիջայլոց, այս լուսամուտից Մասիսն ու Սիսն են երևում։ Բայց տեղից ոնց որ մենակ դիմացի պատուանն է երևում։ Մեկ Մասիսն ու Սիսն են երևում, երբ որ մեկից փոխվում։ Բայց դու անգաշ չնայես։ Մեկին իմ ընկերուհին է, դու մաքսիմում կարաս նայես Սարագածին։ Արագացը որն է։ Անուշը։ Մամ ջան, սենյակը ցույց եմ տվել ամբողջովին։ Ապրես բալես։ Տղա ջան, ես դու ինձ բան չունես ասելու։ Շնորհակալություն։ Մերսի։ Տղա ջան, ես ոնց որ դու չտեղավորված ուզում ես արդեն դուրս գաս, հա։ Դու տեղյակ չես, որ վարձը նախապես են տալիս։ Վայ, կներեք, մոռացել էի։ Այս պապան տվեց, ասեց տամ ձեզ միանգամից ամբողջ տարվանը։ Ոյ ապրի պապան։ Դավ ջան, պապան ինչ է աշխատում որ։ Շինարարության վրա է աշխատում։ Հա, մալյարա թե պարկետ մարկետ է խփում։ Ճիշտ ասած, ես էլ տենց հստակ չգիտեմ։ Ես էլ չգիտեմ։ Պապան ուր է աշխատում։ Մամ պապան ուր է մամ։ Գրողի ծոցը։ Մեզ վերցրու։ Իսկ աշար քեզ տալի, որ պապայից հարցեր չտամ։ Այդ տղա մինչև վերջ լսի էլի։ Վերցրու գնա ժորիկի կանչի, թող գա այս կրավատի ոտը սարքի։ Սրա պատճառով չեմ կարողանում սենյակը երկրորդ մարդու տալ։
Այս սենյակում պիտի երկրորդ մարդ մնա։ Բա կարող է գիտես հորդ պալատներն ա տղա ջան։ Կարող է գիտես այս հսկա 12 քառակուսիում մենակ պիտի ապրես։ Վեստա, բարև ձեզ։ Վեստա ջան, բարև ձեզ, Սվետանա, այն որ ամիսը մեկ վարձակալներից փողը վերցում ձեզ եմ զանգում է։ Այո, լսում։ Ինձ օթորակի չա պետք, որ այս ուսանողների ձեռտակությունս բարձրանա, միացնեմ հովանամ։ Այո, ունենք smart կառավարման Midea օթորակիչներ։ Չհասկացա։ Այդ սմարթնովա, որ պիտի իմ տունը կառավարի, ես ինքս կկառավարեմ։ Սիսնում ասեցին հանգած չնես, հասկացար։ Հասկացա։ Բարեցես, ինձ մի հատ թե էլի։ Շատ լավ։ Խնդրեմ ձեր թեյը ձեզ լավ որ նորից եկեք։ Մերսի։ Ես եկա, դու կարաս գնաս։ Ապրեսվոր եկար, գնամ շուտ զաչուտը ստանամ գամ։ Պատրաստվել ես։ Հա, լավ չի։ Կարող է շատ երկար է։ Զաչոտ, հա։ Կստանաս։ Գնա։ Լավ, հաճախորդը սառը թեյ ուզե։ Սարքի ես թռա։ Okay, սա սարքի։ Ասարը չայը։ Ողջույն։ Բարի օր ախպերս։ Բարև։ Այս չայնին դու ես աշխատացնում։ Չայնի չի, բայց այս պայն հա ես եմ։ Դե ինձ մի հատ սուրճ դիր։ Շատ լավ։ Ինչ եք ուզում։ Կապուչինո, ֆրապուչինո, բուչինո, մակիատո, լատե։ Չես տաշես, ինձ սովորական կապզորկի կոֆե։ Բանակից նոր ես զորացրվել։ Ճիշտ է այդպես։ Վերականգնվել եմ համալսարանում, այսօր կանչել են դասի։ Բա ստեղի կամբատին ոնց գտնեմ։ Ում։ Դե Վաշտի հրամանատարը ուր է։ Ինչ Վաշտի հրամանատար։ Ախպերս իրավաբանականի շտաբի պետով է։ Իրավաբանականի դեկանի հետ ես։ Դե հա, գիտես ով է։ Իհարկե գիտեմ ով է։ Պետրոսյան Արմեն Գուրգենիչն է, 78 թվականից ծնված, ապրում է Շենգավիթում, մանանձյան 57 հասցեում, ունի կին, 2 դուստր ու սառնարանի ապարիկ։ Բա ոնց գտնեմ իրան։ Այդպես պահի տակ ես հիշողության պրոբլեմ ունեմ, գնում գալիս է հիշողությունս։ Բայց որ ինձ մի քիչ տենց ոնց որ հուշում են, ես հիշում եմ։ Պարզ է դու ստեղով ես։ Երկրորդ հարկ 110 կաբինետ։ Ապրես։ Բա սուրճը։ Այս ով ասթորիս կրակ դրել։ Դե լավ, դե ես ինչ նկարա։ Պրիորայի ռուլին նկարա գցել ու ուզում է ինձ հետաքրքրի։ Գնացիր չորնի։ Սմիկնավա։ Ինչի չես պատասխանում։ Չեմ պատասխանում, որովհետև չգիտեմ ձեզանից, որ մեկի հետ եմ խոսում։ Բոլոր նկարներում ընկերներով եք։ Դու էլ գնացիր չորնի։ Լավ, դե սենց ոնց կլինի։ Չորնիումս ավելի շատ մարդ կա, քան դասամիջոցին սրճի կրպակի մոտ։ Չեմ հասկանում, ես Լուիսը ով է վար թողնում է։ Աբուլիկ արագացրու գնա ժորիկին կանչի։ Մամ ջան։ Աբուլիկ հետ արի։ Մամ։ Գլխարկ դի։ Մամ դու սա ամառա։ Ամառային գլխարկ դի։ Աբուլիկ։ Բան չես մոռացել։ Ինչ ա եղել, մամ։ Բա մամային պաչիկ չես անում։ Բարև ձեզ, օթորակի չեք պատվիրել։ Ես չեմ պատվիրել, մամաս ա պատվիրել։ Իմ համար էլ շուտ է ինչ-որ բան պատվիրել է։ Բարև ձեզ, ես եմ պատվիրել։ Ես չափագրողն եմ։ Հասկացա, որ չափագրողն եք, բա օթորակի չնուր է։
Տիկին ջան, ես եկել եմ ձեր սենյակը չափագրեմ, որ հասկանանք ձեզ ինչ զորության ու ծածկույթով օթորակիչ առաջարկենք։ Դե անցեք չափագրեք։ Հա։ Այդ օթորակիչը պիտի նենց օթորակիչ լինի, որ հանկարծ ինձնից շատ էս տանը մարոշ չանի։ Հասկացաք։ Անցեք։ Բան չմնաց։ Մի քիչ էլ դիմացի։ Ես մտնում եմ կրեմ ու կամ մոտդ։ Կներես ինձ։ Հիմա չեմ կարա քեզ ուտեմ։ Կներես աղբերս չնկատեցի։ Դու հասկանում ես ինչ արեցիր։ Ռիփսիմե Խուրշուդյանը մեր ազգի դեմքն է։ Դու ով ես որ իրա դեմքը կեղտոտես։ Հալավ քուրս մի հատ գիծեր գցի հակը, տես ծելնաշկետ տուր, լվալ տամ կբերեմ։ Քանի կիլո ես։ 70։ Ձախ ձեռով կհանեմ օդ, շտանգի նման բաց կթողեմ կընկնես գետնին։ Քուրս հանգստացի ես, ինչ ձև ես խոսում։ Ծո Ռիփսիմե Խուրշուդյանն ասում։ Ինչ է կատարվում։ Մի հատ լսաղը ցերեքստերից։ Չէ, անուս, քո վրա չվեկան ես, ուղղակի խոսակցություն այլ գալիս։ Էլ աչքիս չերևաս։ Ոչինչ, ես քո հետ ադվոյից հետո կխոսամ աղբերս։ Քուրս։ Չեն թողնում մարդ հանգիստ խաչ բար լուծի։ Ոտի կանգնեցի։ Հա, Դաստայևսկու ստեղծագործություններից։ Հա, ՏԽՄՀ-ը չբռնեց։ 5 տար պետք լինի։ Բարը ժողովուրդ դա։ Աբուլիկ, քանի անգամ եմ ասել ներս մտնելուց դուռը ծեցի։ Բայց դու ստե դուր չունես։ Դե ուրեմն գլուխը ծեցի, մեկը նույն ձենն է գալու։ Ես քո մոտ գործով եմ եկել, դու ինձ նեղացնում ես։ Հա? Ինչքանի գործ է։ Դե մի 5000-ի։ Ուրեմն ես 5000-ի համար պիտի գամ ատվորկեն մաշացնեմ, հա։ Դու ինչ ապուշի տեղ ես դերել։ Արա։ Ապուշը, հա։ Ապուշը։ Ապրես, դե թռի։ Լավ էլի ժողովուրդ դա, արդ կառավատի ոտը սարք էլի, թե չէ մաման վրաս կխոսա։ Մաման տանն, հա։ Լավ, գալիս է, գնա։ Սվետս գալիս եմ։ Լսի ոչ շոտ լովիկնա չեմ երես նորեկը։ Աղջի, որտեղից իմացար, որ անունը նորեկ է։ Դու չգիտես, որ ես մարդուն տեսնում եմ, մի անգամից անունը գուշակում եմ։ Բայց կարծեմ անունը Գոռ է։ Գոռ։ Այդ ինչ տարօրինակ անուն է։ Գաս։ Հաստորեն դու ես մեր բանակից եկած նորեկը։ Նստի։ Տեսար, որ ասում եմ անունը նորեկ է։ Սեջան, կարող ես ստուգել։ Դե լավ դու էլ ժորիկ։ Ես գիտեմ, որ դու ոսկի ձեռքեր ունես։ Չէ։ Արի ստուգի, բա մի հատ չստուգես, տեսնես ոնց է։ Մի հատ նստի, ճոճուի, մի հատ պարկի, կուզես կողքդ պարկեմ, համեկը տեսնենք ծանրությունը դիմանում է, թե չէ։ Ժորիկ, այդ քո ոսկի ձեռքերին ազատություն մի տուր է։
Մոռանում ես, որ ես ամուսնացած կին եմ։ Լավ, էլի դու այդ սրիկայի անունը տվեցիր։ Այսպես մանալ աղջկան թողել գնացելը։ Գիտես քո կողքին ինչ տղամարդ պետք է լինի, որ կարողանա ծորակը փոխի, դրանց զամոկը ձգի, մաղճակալի ոտը սարքի, հետո ջարդի, հետո սարքի, ջարդի, սարքի, ջարդի, սարքի, ջարդի, Ես դուրգամ մի հատ ծխեմ։ Չէ, էլի Ժորիկ ջան, այս մահճակալի համար մեկին գտի էլի անիմաստ փող եմ կորցնում։ Ոնց կասես Սվետ ջան, հարց չկա։ Ես քո պաբեդետի Սվերլոն եմ։ Ցանկացած պատ կծակեմ։ Ախպերս, ոնց անցավ առաջի օրը։ Հələ չեմ ջոգում։ Ոնց որ կարանտինում լինեմ։ Մի վարքան։ Մի հատ էս Ռուբին կեր, որ պրիսագի տորը շուտ գա։ Լսել ես, տարշես։ Կաղա մոտիկ օեժան վարձով տուն իմանաս։ Բա դա հարց է, իհարկե գիտեմ։ Վարձով է տրվում 2 հարկանեկ հարե առանձնատան սենյակ համատեղության հիմունքներով։ Գտնվում է համասանի անմիջապես հարևանությամբ, մշտական տաք եւ սառը ջուր։ Վարձը դուրեկան, տանտիրուհին ոչ այնքան։ Ինչ նախնդիրը որ։ Բանը էլի մի քիչ խիստ է։ Ոնց որ դու ես ասում ուստավա։ Հալավ այդ խնդիր չի։ Դու ասա որտեղ է։ Որտեղ է, արա։ Ամենակարևոր պահերին էլի հիշողությունից դալվաճանումը միշտ տենց անում։ Հիշեցի։ Էնա։ Տանտիրուհին։ Չէ, ուղղակի տանտիրուհու հետ շատ մոտիկ է, իրան որ դիմես այդ հարցը կլուծի։ Ապրես։ Էլեն, ստացա զաչոտը։ Չէ, չդրեց։ Ինչի։ Պարզվում է դասախոսս կին էր։ Վայ կինը։ Բարև ձեզ։ Սա ձեզ եմ փոխանցել, Սուրենից է։ Շնորհակալություն։ Սուրեն, լսի քեզ ինչ եմ ասում։ Ճիշտ է, Samsung Galaxy S26-ը շատ լավ հեռախոս է, բայց միևնույնն է, քո այդ հանդիպման չեմ գալու, որովհետև հաստատ գիտեմ, այս հեռախոսը ապառիկով ես առել։ Աննա, ինչ ա եղել։ Քննությունս։ Չես ստացել։ Ստացել եմ։ Ցածր ես ստացել։ 20։ 20-ից 20։ Բա ինչի ես լացում։ Որովհետև ասեց, որ վերապահումներով է նշանակում։ Շատ լուրջ է, Անջան։ Դու զգուշեղի հանկարծ չկտրվես ընկնես վճարովի։ Հն, Անուշ, մրցումները հաղթեցիր։ Հաստորեն հաղթել ես։ Լիպսիմեի դեմքին ինչ ա եղել։ Դու հաց չէիր կարողանում ուտել իրան ես կերակրել։ Մի հիշացրա։ Մի հատ գանդելի ռուճկի պատճառով եղավ։ Դրան որտե բռնեմ պոկուն վարժությունով ոտը պոկելու եմ։ Բայց խել ացում։ 20-ից հանած աստացել։ 20-ից հանած ինչ։ Մի խորացի Անուշ, ավելի լավա պատմի տեսնեմ ոնց հաղթեցիր։ Մտա ներս, 150 կիլոն խփեցի, հանեցի, սահմանել եմ համալսարանի աշխարհի ռեկորդը։ Նախորդ ռեկորդագրից 20 կիլո ավել եմ հանել։ Ուղղակի սատկացել եմ դրան, դրա ջարդը տվել եմ, տապալել եմ։ Անուշ, բայց նախորդ ռեկորդագիրն էլ էիր դու։ Հա էլի։ Ինչ է գրախանութ ես թալանել։ Չէ, դասախոսը գրականության ցանկ էր տվել, պիտի կարդամ։ Դու որ ֆակուլտետում էիր սովորում։
Հաղորդակցման եւ տեղեկատվական տեխնոլոգիաների։ Բա այդ դեպքում պետք է նոթբուքի խանութ թալանեիր։ Բա այդքանը քանի տարում ես կարդալու։ Դե պլանավորում եմ մի ամսում ավարտել։ Դավիթ ջան, տենց ծանր քաշերի միանգամից մի մոտեցի։ Կարողա ուղղի տրավմա ստանաս։ Այ, այդ Շաքարյանի գիրքն էլ ես վերցրել։ Ահա, ճիշտ ասած դասախոսն է տվել, բայց չգիտեմ փիլիսոփայությունը ծրագրավորողի ինչին է պետք։ Մենք էլ լեզվաբանականում էինք փիլիսոփայություն անցնում, բայց դե անցանք գնաց։ Մենք էլ ենք փիլիսոփայություն անցնում։ Լավ էլ օգտակար գիրքեր։ Հա։ Դնում ենք շտան գիտակ, որ չգլորվի։ Երեխեք, փիլիսոփայությունը իրականում յուրաքանչյուր մասնագիտության մեջ շատ կարևոր է։ Այն առաջացել է մեր թվարկությունից առաջ 7-րդ դարում։ Դա կարելի է համարել աշխարհը ռացիոնալ կերպով իմաստավորելու փորձ, որը եկել է փոխարինելու աշխարհի մասին նախկին դիցաբանական պատկերացումներին։ Իդեպ փիլիսոփայություն բառն առաջին անգամ օգտագործել է Պյութագորասը։ Պյութագորաս, լուրջ ես։ Իդեպ գիտես, որ Պյութագորասի թեորեմ օգտագործելով կարելի է պարզել եռանկյան տեսակը՝ ուղղանկյուն, սուրանկյուն, թե բութանկյուն։ Ահա! Մի հատ էս ձեր բատանիկների ակումբը տեղափոխեք ուրիշ տեղ։ Բան չհասկացա։ Ոնց որ 2x-ով անհետաքրքիր վիդեո նայեի։ Բայց ես փիլիսոփայությունից բան չեմ հասկանում։ Վայ, մի մտածի, ես քեզ կօգնեմ։ Առաջին կուրսից բոլոր կոնսպեկտները այբենական կարգով դասավորել եմ պապկաներիս մեջ ու պահել եմ։ Ժորիկ ձյա, վեշմեշոկս հավաքել եմ, պատրաստ եմ մաշբրասոկի։ Նոր չաստիս կորդինատները տուր գնամ։ Սպասիր։ Առանց ինձ դու կկորես, քաղաքը լավ չգիտես։ Հետդ կգամ։ Ուզում ես։ Չէ, մերսի։ Ու գիտես։ Ապուլիկ։ Ավելի մոմ, քանի անգամ ասա ինձ ապուլիկ մի ասա, էլի մոմ։ Արիստեղ։ Այդտեղը, քեզ քանի անգամ ասեցի Աննայի վրա ուշադրություն դարձնում։ Կարգին աղջիկա, բառը բերանիցս դեռ դուրս չեկած անմիջապես անում իսկական հարսա։ Մոմ դի լավ էլի մոմ։ Ինչ լավ է։ Այնքան կուշացես հենա ձեռքիցդ կտանեմ։ Հենա հաստատ հարսանիք եմ պլանավորում։ Մոմ, ես Աննային չեմ սիրում, մոմ։ Չես սիրում։ Լավ աբուլիկ տղա։ Դե գնա ում հետ ուզում ես իր հետ էլ ամուսնացի։ Մոմ դիմում։ Թող ես էլ վատանամ ընկնեմ հիվանդանոց ճնշումս բարձրանա ու մերրեմ ու թորաներս չտեսնեմ։ Բա ես ինչ ես անում դու իմ հետ աբուլիկ։ Բա ես ինչ վատ եմ բաշիր։ Բայց մամաս դարձի, եղիք չեմ մամաս դարձի։ Բա ես ինչ էր։ Վայ։ Քոթորերը թացա դիճակատի։ Վայ։ Հաստատ աբուլիկիների ինչ-որ բան ասել, են էլ չի արել։ Դասական մանիպուլացիա։ Մանիպուլացիան հիվանդություն, հա։ Անբուժելի։ Լեթիկ ջան, ինչ է։ Մաման լավ չի ժորիկ ծա։ Հրացած մի կողմ գնացեք։ Ես գիտեմ ինչ պիտի անեմ։ Սվետս մի հատ արհեստական շնչառություն անեն, ես վեսցին։ Ժորիկ ենքում գնա, արդեն լավ է։ Մերսի ժորիկ ծա, մամայից փրկեցի։ Ժորիկ ես ով է։ Սվետս քեզ նվեր ունեմ։ Խոսացած ուսանողին բերել եմ, ճիշտ է ժապավենով ուզում բերեմ, բայց ժամանակ չկա։ Թույլ տվեք ներկայանալ։ Ավագ սերժանտ Գոր Վարդանյան, Իրավաբանական ֆակուլտետի առաջին կուրսի ուսանող։ Ինձ ասել են, որ ձեր կազարմում ազատ գոյկա կա, հա։ Շատ լավ է։ Աննա ջան, դու մեր կանոնները բացատրի, իսկ ես գնամ Ժորիկին ճանապարհեմ։ Արի Ժորիկ ջան։
Ուրեմն մեր տանը ժամը 10-ից հետո Մի րոպե սպասի։ Մի հատ իրար հետ նորմալ ծանոթանանք, քանի աֆիցերներից մարդ չկա։ Աբո։ Գոր։ Ուրախ եմ։ Դավիթ։ Գոր։ Ախպերս որ լվացվում ես ձեռներից սրբի։ Չէ, ես ուղղակի բա հիպերիբդրոզ ունեմ բիլիրուբինի պակասել, որ լավ ձեռնես բան։ Ես Մեգին եմ։ Գոր։ Ուրախ եմ։ Դուստը ինչ ես անում։ Ուրես։ Պաստորեն դու ես բատալյոնում ես ծառայում, հա։ Այսօր իրար հետ վատ ծանոթացանք, բայց հեսա իրար հետ ուժնանենք ու սաղ գցենք տեղը։ Ո՞վ է այսօր ճաշարանին արեդը։ Ասենք թող մի հատ տուշոնկով ձվածեղ սարքի, ուտենք ու ծանոթանանք։ Չենք հասցնի, Գորջան։ Ինչի։ այ որ մինչև վերջ լսեիր տան կանոնները կհասկանայիր։ Չհասկացա։ Ժամը 10-ն է, այս ինչի քնած չեք։ Ձեզ ջան նորմալ է։ Հեսա մի կտոր բան ուտենք ու գնանք մեր գոյկեքով։ Լույսը եվարած է թողել։